115 փրկարար 80-ից ավելի ոստիկան մի քանի տասնյակ կամավորներ մոտ 24 ժամ է փնտրում են Փամբակ գետն ընկած քույրերին։ Այս պահի դրությամբ Փամբակ գետի ողջ հունով մինչև Տաուշի մարզներ առյալ թվով 115 փրկարար ծառայողներ աշխատում են դեպքի վայրում։ Աշխատանքների ընթացքում կիրառվում են անօդաչու թռչող սարքեր եւ նավակներ։ Ունենք հատուկ ջրասուզակ փրկարարներ, որոնք այս պահին իրականացնում են իրենց մասնագիտական աշխատանքները։ Նախնական տեղեկությամբ 7 եւ 15 տարեկան երեխաները անցնելիս են եղել գետի վրայի այս հաստ խողովակի վրայով։ Փոքրը ընկել է գետը, մեծն էլ նետվել է նրան փրկելու։ Մարդ կար տեսել էր, որ ասեցին տեսելա, որ գետի մեջով մի երեխա գոռալով ասում է մամա ջան օգնեք ու տենց միջև իջանք արդեն գետի կողերը նայեցինք, բան արեցինք, չէ, ու սաղ գիշերը միջև ձորը որպես կամավոր մեր ընկերներով, մեր մեքենաներով, իմ աղբոր հետ, իմ աղբոր ընկերների հետ նայել ենք սաղ գիշեր, փրկարար ծառայության աշխատողների հետ միասին նայել ենք, ոչ մի արդյունք։ Եթե չհաջողվի ռուսականը փոխարինել այն շուկաներով, հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Ազգային ժողովում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պարզաբանելով, որ այդ դեպքում ապրանքները մնալու են Հայաստանում եւ առաջարկն ավելանալու է։ Ըստ նրա, որոշակի զգայունություն կա բանջարեղենի, հանքային ու գազավորված ջրերի, ալկոհոլային խմիչքների որոշակի մասի եւ կորիզավորների շուկայում, որտեղ էլ կարող են գնանկումային երևույթներ լինել։ Գալստյանը նշել է, որ եթե հնարավոր եղավ փոխել շուկաները եւ արտահանումը չտուժեց, այս էֆեկտները ավելի մեղմ կլինեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը։ Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված է։ Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել է Press TV-ի լրագրողը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իրենք շարունակելու են հարվածները, դուրս չեն գալու Լիբանանից եւ որևէ կապ չունեն ԱՄՆ-Իրան համաձայնագրի հետ։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի պատճառով առաջացած դժվարությունների հետևանքով Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները բաժանել են երկու փուլի, իսկ նորը կմեկնարկի այս ուրբաթ։ Առաջին փուլում կողմերը կքննարկեն պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի, ծովային շրջափակման վերացման, Իրանի սառեցված ֆինանսական միջոցների ապասառեցման ու վերականգնման հարցերը, ինչի արդյունքով կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Դրանից հետո բանակցությունները կշարունակվեն 60 օր տևողությամբ երկրորդ փուլով, որի ընթացքում որոշումներ կկայացվեն միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար։ Կրեմլում չեն բացառում, որ Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ հուշագրի այս շաբաթավերջին նախատեսված ստորագրումից հետո Մոսկվա կարող են ժամանել Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը, նշելով, որ այցի հստակ ժամկետներ դեռևս չկան։ В Швейцарии, ну, после этого, наверное, речь зайдет уже о том, что... Նրա խոսքով, եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու եւ լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրանք կընդունեն։ Մոսկվայի եւ Կիևի միջև շփումների պաշտոնական խողովակներ չկան, շեշտել է Պեսկովը։ Պատասխանելով Զելենսկուն G7-ի շրջանակներում Պուտինի հետ հանդիպմանը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը մեծյոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուսական կողմը պետք է գործարք կնքի, քանի որ թե Ռուսաստանը, թե Ուկրաինան շատ մեծ կորուստներ են կրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին G7-ի գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նվիրել է Գերմանիայի հավաքականի անհատականացված մարզաշապիկ 47 համարով։ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հանդիպումը Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ արդեն սկսվել է։ Լրագրողները դուրս են եկել դահլիճից։ Ֆրանսիայում ընթացող գագաթնաժողովին ժամանած Ուկրաինայի նախագահին դիմավորել է Էմանուել Մակրոնը։ Հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների կարճ խոսակցությունը։ Մակրոնը հետաքրքրվել է, պլանավորվում է արդյոք Զելենսկու հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, ինչին Զելենսկին պատասխանել է, որ Թրամփը իրեն ասել է, թե ցանկանում է հանդիպել։
Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնել են սերտորեն համագործակցել Կովկասում, Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ համագործակցության կարևոր ասպեկտներից մեկը Սևծովում անվտանգությունն է, Կիևի սադրանքներ կազմակերպելով փորձերի ֆոնին։ Նա հիշատակել է Ուկրաինայի լցանավերի եւ հացահատիկային նավերի վրա հարձակումները, թուրքական հոսք եւ կապույտ հոսք գազատարների դեմ ահաբեկչական հարձակումները։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի օգնությունը խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում։ Հական Ֆիդանն էլ նշել է, որ երկիրը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Ուկրաինական ԱԹՍ-ներից մեկի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է, իրավիճակը վերահսկողության տակ է։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ողջ գիշերվա ընթացքում 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, որոնցից 20-ը Մոսկվային մոտենալիս։ Հրթիռային տագնապ է հայտարարվել նաև Վորոնեժի, Ուլյանովսկի, Պենզայի եւ Օրիոլի մարզերում, Թաթարստանում եւ Չուվաշիայում։ Իրանի հավաքականին թույլ չեն տվել գիշերել Լոս Անջելեսում։ Թիմի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոին հայտարարել է, որ Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի ընտրանու հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց իրենց հրամայել են լքել ԱՄՆ տարածքը եւ վերադառնալ Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գտնվող մարզաբազա։ Նրանք մեզ նույնիսկ վերականգնվելու ժամանակ չտվեցին, ասել է մարզիչը։ Ոստիկանները խոշոր թմրավաճառին ձերբակալելու համար ներկայացել են մարզական թալիսմանների, հսկա եղջերուի եւ արծվի հագուստներով։ Ֆուտբոլի մոլի երկրպագու դիլերը կարծել է, թե իր սիրելի հերոսներն են եւ պատրաստվել է սելֆի անել։ Սակայն ոստիկանները նրան անակնկալի են բերել ու տապալել գետնին։ Նրա տնից առգրավվել է ատրճանակ եւ 2500 փաթեթ կոկային։